Շնորհակալ եմ Տիկին Վարդապետյան, այո դուք ճիշտ նշեցիք, որ մասնավորապես Դիլիջանի մանկապարտեզին ես կառավարության նախորդ նիստերից մեկում անդրադարձել էի, եւ ընդ որում անդրադառնալիս ես այսպիսի մի ձևակերպում էի արել, որ նախկին մի պաշտոնյայի ընտանիքի հետ է կապված այդ մանկապարտեզի հարցը եւ պատմությունը, դե մտածելով կառավարության նիստա, դե հիմա ինչ կարիք կա կոնկրետ ասել։ Եվ հետո այդ կառավարության նիստից դուրս եմ գալիս, չգիտեմ, այդ ընթացքում դրանից ինչքան առաջ, ինչքան հետո տեսնեմ այդ նախկին պաշտոնյան թուր ու թվանքը առած ընկելա ինչ որ գրառումներ անում, սրա հետ կապված չէ։ Ոչ ասելու մանկապարտեզները ձեռից առան, եւ այդ պաշտոնյան նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն է, որի կնոջն է, կնոջ հետ կապված էր այս պատմությունը, եւ ասենք զարմանում ես այդ մարդկանց ինչ կապ ունի, մի հատ մեկը կարա բացատրի Վարդան Օսկանյանը եւ իր կինը ինչ կապ ունեն, որ Դիլիջանում պետքա մանկապարտեզ վերցրած լինեն։ Ու ես հիմա հասկանում եմ, այս վերջերս էլ բան է, ինչ վերնագրեր են տարածում, վարչապետը, չգիտեմ ինչի հենակետային քոլեջի շենքը նվիրել է իր դստերը։ Այս մարդիկ ամբողջ այս հիմա քանի որ այս ապօրինի գույքի բռնագանձման 4 ուղղությունները ակտիվացել են, իրանք մի խնդիր ունեն ցույց տալու, որ մենք իրանք նման ենք։ Իրանք մի խնդիր ունեն, իրանք արդեն չեն էլ բանանում, ուզում, չեն էլ փորձում ապացուցեն, որ իրանք թալանչի սրիկա ստահակ են, կներեք այս բառակապակցությունների համար։ Իրանք հիմա ուրիշ խնդիր են դրել, իրանք վարչապետը Ֆրանսիայում 3 միլիոն բանով եվրոյով տուն է գնել։ Ասենք մերկու դաշնակ մաշնակ կա Ֆրանսիայում, տանում են 3 եվրոյով կայք են բացում մի շաբաթանոց, մեջը ինչ զառանցանք ասես դնում, դե արի ապացուցի, որ ասում եմ, այս մարդիկ քոչարյանասերժական ստահակ զանգված էլ չել փորձում ապացուցի, որ իրանք բան են։ Եվ մենք կոռեկտություններ պահելով սխալվում ենք։ Օրինակ մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է։ Եվ դա արձանագրված է դատարանի որոշմամբ։ Որովհետև մարդը գնացել է իր դեմ կաշառքի գործը, ասել է վաղեմության ժամկետ կիրառեք։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ որ ինքը խոստովանում է, որ ինքը կաշառակեր է։ Հիմա Հայաստանի Հանրապետության դատական համակարգում պաշտոնապես արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կաշառակեր է։ Թողնան դատի տան։ Հիմա սրանից հետո ես երբ ելույթ ունենամ Ռոբերտ Քոչարյան անունը հնչի, ասելու եմ կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը եւ այլն եւ այդպես շարունակ։ Լավ ամեն ինչին չափ կա, սահման կա։ Ամեն ինչին չափ կա, սահման կա։ Վարչապետը վիլայ է առեբանում։ Իրանք էլ չեն ժխտում, որ բանում Հունաստանում բան կղզի ունեն։ Իրանք այլևս չեն կարա պաշտպանվեն, որ իրանք թալանչի կաշառակեր են։ Իրանք ուզում են ցույց տան, որ դե իրանք էլ են, իբր մենք էլ ենք թալանչի կաշառակեր։ Չեք հասնի այդ նպատակին։ Որովհետև ամեն մի անհեթեթության հետևից գնան եւ իմիջիայլոց այս անկանոն շարժումներն էլ կապված են այս գույքի բռնագանձման, այս համակարգերի։ Իմիջիայլոց համայնքային շահի պաշտպանության այս օրենքը ընդունվել է 2021 թե 22 թվական։ 2023 թվականի ապրիլին բան։ 23-ին ժամանակն է։ Հա, ու որովհետև մենք ապօրինի գույքի բռնագանձման համակարգ, այսինքն մի քանի համակարգեր ստեղծել, մենք է նկատեցինք, որ մի րոպե ժողովուրդ ջան, մի հատ հսկայական շերտ դուրս ամանում, եւ այդ շերտն է նա, որ համայնքները կղզիացած, այսինքն ըստ էության վերահսկողության մեխանիզմների բացակայության պայմաններում, իրանք ինչ ասես սեփական բادرանով ով պետք է զբաղվի։ Եվ այո, ելի մեծ դիմադրության պայմաններում համայնքային շահի այս գործառույթը վերապահեցինք դատախազության։ Այն ժամանակ էլ էր ասում, վայ, բռնապետական համակարգ ենք սարքում եւ այլն, ուր այդ բռնապետական համակարգը։ Ուր այդ բռնապետական համակարգը, ընդ որում միջազգային բոլոր բաներով, ռեսուրսներով Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական
երկրների ցանկումը, շարքումը եւ ամրապնդումը տեղը շատ կարեւոր է։ Եվ ահա այս ամեն ինչը կապված է ուղիղ սրա հետ, որովհետեւ երբ որ մարդկանց ձեռից սկսում ես գույք բան անել, գույք վերցնել, ապորինի թալանված գույքը հետ վերցնել եւ մարդիկ զգում են, որ մոտենում է, ինչ պետք է անեն։ Պետք է փորձեն, ցույց տալ, որ դե իբր մենք էս վերցնում ենք մեզ, Դիլիջանի մանկապարտեզը վերադարձրին, այո, ճիշտ է, բայց այնուամենայնիվ այն հենակետային քոլեջները, հանրապետության հենակետային քոլեջների մի մասը վարչապետը նվիրեց դստերը, երկրորդ մասը երկրորդ դստերը, երրորդ մասը երրորդ դստերը, չորրորդ մասը ընդհանրապես բաները, համալսարանները որդուն է նվիրել, բաները, մարզադաշտերը եւ մարզադպրոցները, ասենք, չգիտեմ, ելում եւ այդպես շարունակ։ Բայց մենք շարունակելու ենք այդ բոլոր թալանվածները հատիկ վերադարձնել։ Ուրիշ տարբերակ չկա, չեմ փախնի։ Ոնց որ ասել են, ոչ մի ձուկ եւ ոչ մի մուկ չի պլստալու, արդեն չեմ պլստում։ Ու դրանից անկանոն շարժումներ եւ անկանոն գորգորոսներով լցրել են Հայաստանի Հանրապետությունը։ Համեցեք տիկին Վարդան։ Ձեր թույլտվությամբ, պարոն վարչապետ, ուղղակի հստակեցնեմ, Դիլիջանի մանկապարտեզը, այո, 19 տարի շարունակ չի բարեկարգվել եւ պատկանել է առաջինը երեխաներին հասարակական բարեգործական կազմակերպությանը, հիմնադրամին, որը ճիշտ է պատկանել է նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի տիկնոջը, տիկին Նանի Օսկանյանին եւ ըստ էության քրեական վարույթի շրջանակներում է, որ հաշտության արդյունքում համայնքի հետ 19 տարի շարունակ ուղղակի դատարկ կանգնած շենքը վերադարձվեց համայնքին եւ մենք նաեւ ճշտել ենք արդեն մեր գործընկերներից, որ ներառված է սուբվենցիոն ծրագրում եւ առաջիկայում նույնիսկ ներկայացված է կառավարության հաստատմանը, որպեսզի մանկապարտեզը վերանորոգվի, հիմնանորոգվի ըստ էության եւ մեր հաշվարկներով մոտ 120 երեխա դուրս էր մնացել նախադպրոցական կրթությունից հենց այս մասնաշենքը ժամանակին շահագործման չհանձնելու արդյունքում։ Ձեր թույլտվությամբ ուղղակի շարունակականություն ընդգծելու եւս մի եւ ուղղություններ եւս մեկի մասին խոսեմ, դա վերականգնված միջոցների միասնական հաշիվն է 2 տարի շարունակ աշխատանքի արդյունքում, պարոն վարչապետ, 2024 թվականի դեկտեմբերի 5-ին կառավարության նիստը հաստատեց վերականգնված միջոցների միասնական հաշվի գոյության փաստը եւ նշեմ, որ մինչ այսօր առավոտյան 9:30 16 միլիարդ 953 միլիոն 382 հազար դրամ գումար է արդեն մուտք արվել հաշվին, որը օգտագործվել է ֆինանսների նախարարության կողմից, դա եթե վերածենք ամերիկյան դոլարների մոտավորապես 44 միլիոն 177 հազար ամերիկյան դոլար է։ Մենք ուրախ ենք, որ կարողանում ենք օգտակար լինել ֆինանսների նախարարությանը եւ կարճ անդրադառնամ նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, պարոն վարչապետ, վերջերս շատ քննարկեցին ու շատ շահարկեցին, որ այ հեսա բոլոր հայցերը հերթով կհրաժարվեք այդ հայցերը բոլորը հետ կվերցնեք ներողություն կխնդրեք, ել չգիտեմ ինչ կանեք, ուղղակի ուզում եի նշել, որ այս պահին 152 հայցադիմում ունենք դատարանում եւ 5 հայցադիմումների վերաբերյալ ունենք կայացված դատական ակտեր, բայց դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել, այդ դատական ակտերի մի մասի հետ մենք համաձայն չենք բողոքարկել ենք, մի մասի հետ պատասխանողները համաձայն չեն բողոքարկել են, բայց process-ը բնականon հունով շարունակվում է, ընդհանուր հայցագինը մոտավորապես 6 միլիարդ դրամ է, նաեւ հիշեցնեմ, որ այս գործառույթի շրջանակներում 2023-24 թվականների ընթացքում 8 հաշտության համաձայնություն է կնքվել, որոնցով Հայաստանի Հանրապետությանը արդեն վերադարձվել է եւ ամրացվել է Հայաստանի Հանրապետությանը 7 անշարժ 2 շարժական գույք, 2025 թվականի հունիսի 3-ի դրությամբ 815 միլիոն 200 հազար դրամ է մուտքագրվել վերականգնված միջոցների միասնական հաշվին եւ 50.720 եվրո միայն այս լիազորության ուղղությամբ, պարոն վարչապետ, նշեմ, որ անշարժ գույքերի շուկայական արժեքը կրկին կադաստրային մոտարկված շուկայական արժեքը 4 միլիարդ 200 միլիոն դրամ է։ Նաև մեկ օրինական ուժի մեջ մտած վճռով
Արդեն Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել 1 բնակարանի եւ 1 առանձնատան նկատմամբ 2025 թվականի ապրիլի 10-ին կառավարության որոշմամբ այս երկու գույքերը ամրացվել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ Գործընթացն ընթացքի մեջ է, շարունակական քայլերով շարժվում է առաջ, ապօրինի գույքի մասով միայն նշեմ, որ Սահմանադրական դատարանի վերջին որոշումից հետո դատական պրակտիկան որոշակի իհարկե հստակեցումների ենթարկվում է, արդեն գործընթացն ընթացքի մեջ է եւ կոնկրետ հայցերով լինում են իրավիճակներ, երբ մենք վերահաշվարկներ ենք անում կամ նոր հիմքերով ուսումնասիրություններ ենք կատարած լինում եւ նոր հայցեր ենք ներկայացնում դատարան։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Տիկին Վարդապետյան, բայց ես այնուամենայնիվ հասկանում եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումը նախ շատ կարևոր էր արձանագրելու, որ համակարգը սահմանադրական է, բայց այնուամենայնիվ այնտեղ կարգավորումներ բերվեցին, որը կարծում եմ տրամաբանական է, որ եթե խոսում ենք ապօրինի գույքի մասին, պետքա որոշակի կապ լինի պաշտոնավարման եւ պետական պաշտոնի կոնկրետ ժամկետների եւ այլնի հետ, եւ ես ինչքան հասկանում եմ, որոշ դեպքեր կլինի, որ ինչ որ հայցերից պետք կլինի հրաժարվել, հետագայում այլ վերահաշվարկների եւ այլնի առումով, այդտեղ էլ մեծ խնդիր չկա, որովհետեւ դա իրավական գործընթաց է եւ ընդհանուրի մեջ էական տոկոս չի լինի, ել չեմ ասում այդ նոր կարգավորումը չի խոչընդոտ դառնա արդեն Սահմանադրական դատարանի սահմանած շրջանակում վերադառնալ այդ հարցին եւ արդեն պաշտոնավարման հետ ուղիղ կապի ապացուցելիության պարագայում այդ նույն հարցերին անդրադառնալ։ Այսինքն շատ կարևոր է, որ համակարգը ըստ էության Սահմանադրական դատարանի որոշմամբ վերջնականապես կայացավ։ Եվ մենք գիտենք նաև, որ ինչ որ առումով դատարանները որոշակի սպասողականություն էլ ունեին կապված Սահմանադրական դատարանի որոշման հետ, որովհետև դա էլ հասկանալի է, հիմա ասենք դատավորները չէին ուզենա կայացնել որոշումներ, որոնք կարող էին Սահմանադրական դատարանի որոշմամբ ըստ էության հակադրության մեջ մտնել, եւ հիմա համոզված եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումը արդեն ավելի հստակ եւ անառարկելի պրակտիկա կձևավորի եւ դատախազության եւ դատարանների համար ավելի հեշտ կլինի կանխատեսելի հանրության համար կանխատեսելի միջավայրում աշխատել, ճիշտ եմ, չէ՞ հասկանում։ Շնորհակալ եմ, ճիշտ եք, պարոն վարչապետ, ես կանխատեսելի բառն էի ուզում ավելացնել, դուք խոսքի վերջում նշեցիք, սա կանխատեսելիության կարևոր ուղենիշ է մեզ համար, այո, կան հայցեր, որոնցից դատախազությունը հրաժարվել է, բայց այդ հայցերը կապված են եղել Սահմանադրական դատարանի որոշմամբ հստակեցված կարգավորումներով եւ օրինակ կապված չեն եղել ձեր կողմից նշված պաշտոնավարման հետ կամ օրինակ ընդհանրապես հանցագործության հետ կապված չեն եղել, դրանք շատ փոքր տոկոս են կազմում, որովհետեւ ի սկզբանե էլ որոշակի տրամաբանություն է եղել հանցագործության հետ չփոխկապակցված հայցեր չներկայացնելու, նաև գիտեք, որ օպերատիվ հետախուզական մարմինների կողմից ներկայացված տեղեկատվությունն է հիմք, որպեսզի ապօրինի ծագում ունեցող գույքը սկսի ուսումնասիրություն իրականացնել, այս առումով նույն process-ը անցել ենք նաև համայնքային շահերի հետ կապված, ուղղակի այնտեղ Վճռաբեկ դատարանը խաղի կանոնները սահմանեց, պարոն վարչապետ, դրանից հետո մենք համայնքային շահով սկսեցինք ավելի հստակ եւ դատարանների կողմից կանխատեսելի եւ ընդունելի հայցեր ներկայացնել, նույն process-ը այստեղ է հենց հիմա տեղի ունենում եւ այսա նորմալ աշխատանքային գործընթաց է։ Ես նշեցի, որ մենք էլ կա վճիռներ, որոնց հետ համաձայն չենք ու բողոքարկում ենք։ Կան գործեր, որոնցով եւ մենք եւ պատասխանող կողմը, օրինակ Վճռաբեկ բողոք է ներկայացրել, որովհետեւ մենք մեր մասով, նրանք իրենց մասով համաձայն չեն դատարանի կողմից ներկայացված դիրքորոշումների հետ։ Նաեւ մենք որոշ դեպքերում ակնկալում ենք, որ բարձր դատարանը, տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը եւս կսահմանի իրավական որոշակիության շրջանակներ, որպեսզի մենք հետագայում Հայաստանի Հանրապետության համար խնդիրներ չստեղծենք սեփականության իրավունքի մասով։ Շնորհակալ եմ։ Համեցեք, Պարոն վարչապետ, ես ուզում եմ այնուամենայնիվ եւս մեկ անգամ այս սուր տեղեկատվությանը մենք անդրադառնանք, որովհետև ստացվում է, որ Վարդան Օսկանյանի կինը բարեգործական կազմակերպություն է հիմնադրում եւ այդ բարեգործական կազմակերպության իրականացած ճակերտավոր բարեգործության արդյունքում տարեկան 120 երեխա, եթե անգամ ամեն երեխա միջինը 2 տարի գնա
մանկապարտեզ, ապա ստացվում է 1200 դիլիջանցի երեխա 20 տարի զրկվել է մանկապարտեզ գնալու իրավունքից։ Այսինքն Վարդան Օսկանյանի եւ իր տիկնոջ բարեգործության արդյունքում 1200 դիլիջանցի երեխա ընդհանրապես 20 տարվա ընթացքում չի գնացել մանկապարտեզ։ Այս մարդկանց բարոյական նկարագիրը եւ իրանց իրականացրած բարեգործությունների շրջանակը, որից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մինչեւ կոկորտը կուշտեն։ Համաձայն եմ, պարոն Պապոյան, բայց հարգելի գործընկերներ, ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել մի այսպիսի հանգամանքի վրա, որովհետև այո, այն որ մենք այսպես շեշտադրումներ ենք անում, այն որ մեզ այսպիսի շեշտադրումներ ենք անում, իհարկե դա որոշակի առումով ունի էմոցիոնալ կոմպոնենտ, որոշակի առումով ունի քաղաքական կոմպոնենտ, բայց ուզում եմ ասել, որ որոշակի առումով ունի նաև բարոյական կոմպոնենտ։ Ո՞րն է այդ բարոյական կոմպոնենտը։ Բարոյական կոմպոնենտը այն է, ինչը գրված է նոր կտակարանում, որը ասում է՝ մի դատիր, որ չդատվես, որովհետև ինչ դատով դատվես, ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես։ Սա շատ կարևոր նրբություն է, որի վրա ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրեմ։